Բարև Հայր ջան, արդեն որերորդ անգամ եմ նկատում, որ որոշակի շրջանակներում խոսակցություններ են պատտվում, թե ոնց է լինում, որ Նիկոլի դեմ դուրս եկած մեկին կալանավորում են, իսկ մյուսին չէ։ Ինչ անհիմն չմտածված բացատրություններ ասես, որ չի հանդիպում այդ հարցադրումի տակ։ Մանավանդ մեր պահով եմ հաճախ դրան հանդիպում, որ ասում են, թե մեզ չեն կպնում, որովհետև լույսի բանակը Նիկոլական է։ Ցավոք էս քննարկումներն էլ բացառություն չեն նրանով, որ մեծամասնությունը վերլուծելու մի գրամ ուղեղ չունի, որ ուսումնասիրելու համար մի վայրկյան ժամանակ չունի։ Ես հիմա ուզում եմ այդ բոլորին բացատրել իշխանությունների մեթոդիկան, որ դեպքում ոնց են աշխատում ու բացի դա էլ առավել հնարավոր բաց տարբերակով շատ բաց ու ուղիղ բացահայտել թե Նիկոլից առաջ իշխանությունների պրիմիտիվ, բայց մեր հասարակության մեծամասնության ինտելեկտն ու զարգացվածությունը հաշվի առնելով նաև արդյունավետ մեթոդները իրանց դեմ դուրս եկածներին հաղթելու։ Շատ մակերեսային մտածելակերպ ունեցողների կարծիքով, երբ մեկը խանգարում է իշխանությանը, ուրեմն նրան անպայման պետք է կամ կալանավորեն կամ սպանեն, ուրիշ մեթոդ չկա։ Հիմա նայեք, թե ոնց են իշխանությունները պայքարում իրենց դեմ դուրս եկածների դեմ, բացի կալանավորելը, մեկ էլ սպանելը։ Տարբերակները շատ են, ու սրա մասին բաց ու պարզ խոսալը հեչ դրանց սրտով չի, քանի որ հույսները դրել են հենց մեծամասնության տեղյակ չլինելու ու մակերեսային մտածելակերպ ունենալու վրա, ու ոնց տենում ենք աշխատում ու արդարացվում է իրանց այդ հույսը։ Հիմա ես ձեզ կասեմ իշխանության կողմից իրանց դեմ լինողների հանդեպ իրանց աշխատանքի բոլոր մեթոդները։ Այդ բոլոր մեթոդները ընդհանրապես կփորձեմ 10 կետի մեջ տեղավորել։ Ուրեմն առաջինը քաղաքական դաշտում իշխանությունը իր մտերիմներից կամ իր բուծածներից ձևավորում է ընդդիմություն, բնականա ձևական, երբեմն էլ դրան ներկայացնում է որպես թշնամի, քանի որ մարդիկ միշտ թշնամու կերպարի կարիք ունեն, չէ՞, արտաքին կամ ներքին։ Առանց թշնամու մոբիլիզացիա չկա։ Ստեղծում են այդ թշնամուն ու սկսում են բոլոր պետական ու ոչ պետական, բայց բարձր հարթակներից հետը կռվել։ Բոլոր առաջատար հարթակները զբաղված են լինում մենակ իշխանություններով ու իրանց ստեղծած, իրանց ձեռնտու, իրանց բուծած, իրանց ընդդիմությամբ։ Մեկ են կանչում այդ ընդդիմությանը, չգիտեմ ինչ են, բոլոր հարթակներում իրանք են ու իրանց ընդդիմությունը։ Ակամայից մյուս բոլոր ընդդիմադիր ուժերը մնում են երկրորդ պլան, հեռու երկրորդ պլան։ Երբեմն էլ մոռացվում են։ Հիշեք Սերժի ու Քոչարյանի ժամանակ ընդդիմադիր Նիկոլին, որ իրանից բացի ոչ մեկ չի էլ հիշվում, չի էլ տպավորվել, որովհետև Քոչարյանի ու հետո էլ Սերժի իշխանության ու ընդդիմադիր Նիկոլի համատեղ ջանքերով բոլորն անցած են եղել երկրորդ պլան։ Ու նայեք հիմա, նույն դեմքերն են, նույն կերպարներն են, ուղղակի տեղերով փոխված։ Այսինքն նպատակը նույնն է, որ իրանցից բացի ոչ մեկ դաշտում չտպավորվի ու երկրորդ պլանից առաջ չգա։ Վաղը ընդդիմության իշխանության գալուց ընդդիմություն կլինի նորից Նիկոլը, կամ Սերժը կգա, կլինի Քոչարյանը, Քոչարյանը կգա, կլինի Սերժը, ու այն որ Նիկոլը կմնա Սերժն ու Քոչարյանը։ Ոնց որ միշտ այս դեմքերը պետքա լինեն, պետքա շրջանառվեն, հարց տվեք էլի ձեզ 18 թվին հեղափոխություն եղավ, բայց մինչև հիմա նույն դեմքերն են, ինչն եք հեղափոխել արա։ Հիմա նայեք, ինչ թեմաներով են իրանց պահում առաջի պլանում։ Տեսեք տարբեր ընդդիմադիրներ տարբեր բաներից են խոսում, ոնց անեն, որ ամենաառաջը իրանք լինեն։ Ես հիմա փորձում եմ բացատրել մաքսիմալ պարզ հասանելի լեզվով։ Ուրեմն նայեք, գտնում են ժողովրդի, այսինքն ձեր թույլ տեղերը։ Դրա հիման վրա էլ սկսում են օգտագործել տերմիններ, որոնցից ժողովուրդը դուք կատաղում եք կամ լցվում եք ատելությամբ։
ձեզ իրանց կողմից օգտագործվող բառերի վառ օրինակներ ինչեր են ասում իրար հասցեին թալանչիներ, ազգի թշնամիներ, ահաբեկիչներ, դավաճաններ ու ամեն մեկը մատնանշում է մյուսին։ Արդյունքում ինչքան լծվում եք նրանց հանդեպ ատելությամբ, նայած ձեզ մանիպուլացնողներից որ մեկի կույր կողմնակիցն եք էլի։ Այնքան ձեզ հետաքրքրում է մենակ տվյալ ուժի հաղթանակը կամ նրա պարտությունը, ուրիշ ոչ մեկի դուք չեք նկատում ու չեք լսում։ Որովհետև նրանք կոնկրետ անուններ տալով, անուններ են տալի, հստակ դեմքեր են ցուցադրում իրենց մեղադրանքներում ու դուք որպես նրանցից բացի ուրիշ ոչ մեկի չնկատող կույր զանգված պատրաստ եք։ Սենցով իրանք պատրաստում են իրենց կույր զանգվածը։ Ձեր վախերը ավելի ամրապնդելու համար մեկը մյուսի վրա ցուցադրում է չափազանցրած կամ տեսահոլովակ կամ գրառում կամ նկար, պատկերում են ձեր վախերը, քաոսի, ագրեսիայի, աղքատության, այն մեկը ռսացման, այն մեկը թրքացման սպառնալիքներով։ Իրար ներկայացնում են, չնայած տենց էլ կա, բայց մեկը արևմուտքի գործակալ, մյուսը Կրեմլի գործակալ։ Ասենք հետ չեք մտածել, որ ուղղությամբ փորձես նայել, քեզ կամ պիտակավորում են ռուսամետ, կամ արևմտամետ, կամ եվրոպամետ, կամ եսիմինչամետ, ու այդ լրիվ վատ է։ Իսկ երբ որ ասում ես դրանց բոլորի վրա թքած ունեմ, Հայաստանը ունի այն պոտենցիալը, որով կարա ոտքի կանգնի, այդ ժամանակ էլ ասում են, ինչ ես հեքիաթներ պատմում, առանց արտաքին աջակցության մենք ոչ մի բան չենք կարա։ Հիմա հարց, որ կողմ նայել, երբ բոլոր կողմերի համար պիտակավորվում ես, որպես այդ ինչա մետ։ Կամ չնայես ոչ մի կողմ ու այդ դեպքում էլ պիտակավորվում ես որպես ուտոպիստ, ով առանց արտաքին աջակցության ոչ միտեղ չի հասնի։ Սա կեղծ օրակարգ է, որով խճճել են բոլորիդ ու իրանց այդ տափակ դուխով ու տափակ խելքով գնում են առաջ։ Ընթացքում էլ ձեր մեջ խուճապ են առաջացնում իրար հանդեպ ցուցադրելով պատկերներ, որտեղ օգտագործում են երեխեքի, ընտանիքի, մշակույթի ու ազգայինի վարկաբեկման կամ վերացման սպառնալիքով էլեմենտներ։ Երկրորդը, կառավարում են ձեր ուշադրությունը։ Թույլ չեն տալի, որ դուք մտածեք գլխավորի մասին, քանի որ մարդը կարողանում է միաժամանակ հետևել միայն սահմանափակ թվով թեմաների։ Բոլորդ եք հաճախ ասում, չէ՞, որ Այս ինչ ամեն ինչ բանը արեցին մեզ շեղելու համար, սկանդալներ, շոուներ, սուտի օրակարգեր, չգիտեմ ինչեր, այս էլ անում են այն ժամանակ, երբ ճգնաժամը մեծանում է, այդ պահին շատ սիրուն ձևով ձեզ տալիս են նոր, սենց պայծառ օրակարգ, ձերբակալություններ, թշնամու հարձակումներ, տարատեսակ շոուներ, Snoop Dogg-ը փող վերցրեց չեկավ, քահանան դառավ ահաբեկիչ, նոր վիրուս, ու այն որ սենց շարունակ, աստղ անգնում բան։ Իրար մեջ պատերազմի բեմադրություն, սկանդալը սկանդալի վրա ու տենց անverջ կրկեսային բեմադրություններ։ Երրորդը ստեղծում են ընտրության ու մասնակցության պատրանք։ Լսել եք, չէ՞, այս վերջի հայտնի ձայնագրությունը, որ ասում է, այս անասուն ժողովուրդը սիրում է, որ իրան մասնակից զգա։ Գլխավորն այն է, որ թույլ չտան ձեզ դուրս գալ համակարգից, այլ ոչ թե արգելեն։ Որտեվ գիտեն, երբ մի բան արգելեն, դա կարա հարյուրապատիկ անգամ զարգանա ու իրանց հաղթի։ Մեր վերածննդի շարժումը ձեզ վառ օրինակ։ Ձեզ ոչ թե արգելում են դա, այլ քննարկման են հանձնում նախապես ընդունված 2-3 տարբերակ, որոնցից ամեն մեկն էլ իրանց ձեռնտու է։ Մնացած ամեն ինչ մարգինալացնում են կամ էլ դարձնում ինչ-որ թույլ իրանից վտանգ չներկայացնող մի բան։ Այսինքն թողում են այդ իրենց ձևական ժողովրդավարության տեսքը, բայց վերահսկում են խաղի կանոնները։ Թողում են, որ ժողովուրդը, սենց ասած, մեջի գոլոշին բաց թողի, այդ կուտակված էներգիան վատնի ու բանի չհասնի, քանի որ թույլ են տալի հանրահավաք, բայց իրենց թուլեքին քսի են տալի այդ հանրահավաքի վրա, որ այդ հանրահավաքը հանգարց չկայանա։ Արդյունքում ինչա ստացվում, համ ժողովրդավարության սուտի ստատուսն են ստանում, համ էլ իրենց շների հարձակման արդյունքի չհասած պայքար շարժում։ Հիմա որ խոսում եմ, վերհիշում եք, չէ՞ մեր շարժման դեմ հաճացողներին։
Իմացեք, որ հենց դրանք են կամ Սերժի, կամ Քոչարյանի, կամ էլ Նիկոլի շները, որոնք միշտ պատրաստ են աջակցել այդ իրեքին կամ այդ իրեքի ներդրված մարդկանց ու հաճալ իրապես ազգային ազատագրական շարժումների հասցեին։ Դա էլ է մի հուշում։ Անկեղծ, գիտեք, որ երբ ինչ-որ մեկը դուրս է գալի պայքարի, որին չեք ճանաչում, ուզում եք հասկանաք էս ով է, ու մեկ էլ տեսնում եք, որ մեր վրա հաճացողները, այդ նույն շները, ովքեր մեր շարժման վրա հաճում էին, նրան աջակցում են։ Ուրեմն հստակ իմացեք, որ դա հերթական բեմադրությունն է, ոչ մի իրական պայքար չի լինելու, որովհետև այդ մարդը այդ հաճացողների, պապաների դրածոն է։ Դա էլ որպես հուշում միշտ նկատի ունեցեք, այն որ ասում չկա չարիք առանց բարիք, այս ամեն ինչ եղավ, որ սա առիթ լինի ձեզ ասեմ վաղը ձեզ որպես հուշում, որ կարողանաք կողմնորոշվել։ Ձեզ պետք է այդ կողմնորոշվելը, ով է իրականում պայքարում ու ով է սրանց դրածոն։ Դեմքերը արդեն գիտեք ովքեր են հաճում ցանկացած ազգային իրական շարժման դեմ ու ով իրանց պապաների դրածոն չի։ Մի խոսքով, դա էլ տենց։ Չորրորդը փոխում են իրականությունը բարերը կառավարելով, այսինքն իրականությունը մնում է նույնը, բայց ձեր ընկալումը դրա հանդեպ փոխվում է։ Ինչի, որովհետև ասում է ով վերահսկում է լեզուն, վերահսկում է մտածողությունը։ Օրինակ, երբ պետք է գործողություն բառը փոխարինում են պատերազմով կամ պատերազմը գործողությունով, հայրենիքը պետությունով, պետությունը հայրենիքով, ու այդ դեպքում փոխված մտածելակերպը պատրաստ է։ Գերաքննությունը կարան փոխեն օրինակ տեղեկատվական հիգիենա բառով, ասենք, կրկնել են տալի իրենց կարգախոսները, առաջ Հայաստան, ելք կա, հանուն անվտանգության, մենք միասին ենք, ապագա կա, եսիմ ինչ, սենց լիքը բաներ գիտեք, օգտագործում են տերմիններ առանց իմաստի, որ ուշադիր լինեք կնկատեք, առաջընթաց, կայունություն, արդիականացում, հասկանում եք, ու սենց բառախաղերով փոխում են ձեր տրամադրվածությունն ու մտածելակերպը։ Օրինակ, պայքարը վեհափառի դեմ է ոչ թե եկեղեցու, եկեղեցու դեմ է ոչ թե վեհափառի։ Սա խաղեր են, զուտ խաղեր, ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ խաղաղության խաչմերուկ, ու դրանից փոխվում է ձեր տրամադրվածությունը։ Հինգերորդը աշխատում են հույզերի միջոցով, այլ ոչ թե բանականության, որովհետև զգացմունքը գործողության բանալին է, բանականությունը կասկածի, իսկ իրանց պետք չի որ կասկածեք։ Դրա համար աշխատում են ձեր զգացմունքների վրա, ոչ թե բանականության, որ մեկն է նստում, այսպես ձեր հետ խոսում ոնց որ ես, ինձ պետք է ձեր բանականությունը, իսկ իրանց պետք է ձեր զգացմունքները, որ ձեզ տենց որպես մասսա զանգված անեն փողոց ու իրանց համար ծառայեցնեն ինչ որ իրանց շահերին որպես սպասարկող մեծ զանգված։ Իսկ ինձ պետք է որ դուք գիտակցեք իրականում հասկանաք ու իմանաք ամեն ինչ, ինձ պետքա ձեր բանականությունը, ոչ միայն զգացողությունը։ Տեսեք, խաղում են ձեր վախի, ջղայնության, հպարտության, վիրավորանքի վրա, ձեր հայրենիքի ու երեխեքի հանդեպ սիրո վրա, ու չեն բացատրում, այլ ընդհանրապես ցույց են տալի նկար, ձեն, չգիտեմ, վիդեո, ու ձեր զգացմունքային դաշտը պատրաստ է քայլերի հանուն իրանց շահերի։ Այդ իրանց ցույց տվածի մեջ էլ մեկ-մեկ լինում են թեմաներ, որոնք դրանց ներքին խոհանոցում անվանում են յակր, խարիսխներ։ Այդ էլ են թեմաներն են, որոնք պետք է անընդհատ շրջանառվեն, կրկնվեն, ինչ որ հերոսներ, ինչ որ արտահայտություններ, կարգախոսներ, կադրեր ու սենց բաներ։ Վեցերորդը անհատականացնում ու պիտակավորում են զանգվածները իրար դեմ տրամադրելով։ Օրինակ զոմբիներ ու պիցայակերներ։ Բաժաներ որ տիրես, երկու կողմից ամեն մեկը, այսինքն իշխանությունն ու ընդդիմությունը, մի ամբողջ ազգի բաժանում են իրանց համար իբր յուրայինների ու օտարների, հայրենասերների ու ժողովրդի թշնամիների։ Վառ օրինակը հիշում եք երևի, չհիշացնեմ, կհիշեք ինքներդ, այն որ ասեց այո, մենք սպիտակն ենք, իսկ նրանք սևերը։ Այսօր իրավիճակը Հայաստանում շատ պարզ է, շատ, կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ, այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Կա մարդ, որ այդ կուտը թեկուզ մի տոկոսով, մի վարկյանով չկերավ, իսկ ինչի ասողին դաշտից հանեցին, որովհետև տենց բացայի բաց ասել չէր կարելի։ Այդ պատերազմի միջև ստեղծում են ճամբարների պատրանք
որտեղ դուք տարբեր ճամբարներից իրար միս եք ուտում, իսկ իրան կուլիսների հետևից աջակցում ու վերահսկում են ձեր այդ հակամարտությունը։ 7-րդը կարևորում են քանակը, ոչ թե որակը, քանի որ նրանք սիրում են ոչ թե անհատականությունների, այլ ընդհանրացված մոխրագույն հոտ։ Դրա համար էլ աշխատում են զգացմունքների հետ, ոչ թե բանականության։ Ստեղծում են նորությունների հոսք, արագ, առանց վերլուծությունների։ Միտումնավոր սուտը խառնում են ճշմարտության հետ, որ մարդիկ ընդհանրապես դադարեն հավատալ։ Դարի կարգախոսն է, ոչ մի բանի չես կարա հավատաս, ուրեմն բոլորը ճիշտ են։ Սա էլ սենց նկատի ունեցեք միշտ։ 8-րդ ոչնչացնում են հեղինակություններին ու այլընտրանքները։ Հիմնվում են հետևել մոտեցման վրա։ Այն որ ասում է, եթե մարդ ոչ մեկի չի վստահում, նա կհավատա ամենաբոյովին, բարձրահասակին։ Վարկաբեկում են ցանկացած ընդդիմադիր առաջնորդի ամենամաքուր առաջնորդներին, բոլորին։ Վարկաբեկում են ում միջոցով իրանց շնիկների, ում առաջ մի թուլափայ մի բան գցում են, ասենք մի հատ ոսկոր, որ վրան գրմռան։ Ու այն որ լայվերում կամ գրառումներում սկսում են վարկաբեկել իրական ընդդիմադիր առաջնորդների, դարձնում են նրանց ծաղրի առարկա, ծիծաղելի, իրանց արևին, մարգինալ, ոչ վտանգավոր, նույնը չարեցին մեր հանդեպ արեցին, դա էլ ձեզ փաստ ու ապացույց է նրա, որ վերածննդի շարժումը իրապես ազգային ու մաքուր հայրենանվեր շարժում է, հակառակ դեպքում ոչ մեկ չէր տենա այն ծավալով հարձակումը մեր վրա, որը տեղի ունեցավ։ Իհարկե բնականաբար պոռնկացին վիժվածքների կողմից, նրանք բոլորն էլ ադրբեջանական ինցեստի արդյունքներ են, որովհետև հատուկ ու միտումնավոր քարոզեցին զրպարտանք ու ծաղր վերածննդի շարժման մասին, որ ձեր մեջից ով էլ իրանցից շեղվել էր ու դեպի մեզ էր գալի, վերջապես երկիրը ազատագրելու, հետ շրջեք ձեր ուշադրությունը նորից իրանց վրա ու մնաք հին տաշտակի առաջ, ինչն էլ տեղի ունեցավ։ Ու հիմա նորից բոլորի բերանից հնչում է Սերժ Լևոն Քոչարյան Նիկոլ, Նիկոլ Լևոն Քոչարյան Սերժ, Քոչարյան Նիկոլ Սերժ Լևոն։ Այս անունները ու վերջ։ Ձեզ նորից հաղթեցին։ 9-րդը համակարգը վերածում են ներկայացման։ Միշտ քաղաքական դաշտ են բերում մարդկանց, ովքեր կամ լավ չեն խոսում, միտք արտահայտել չգիտեն, անգրագետ են, դառնում են ծաղրի առարկա։ Հիշեք մի հատ, տասնյակ տարիներով նման մարդկանց անընդհատ փոխարինել են մյուսներով։ Չի եղել մի ընթացք, որ նման մի կերպար չլինի։ Ձեզ թվում է միամիտ է, դա միամիտ չի։ Մի հատ նայեք էլի YouTube-ում քաղաքական բոցեր վերնագրով վիդեոները, այդ վիդեոների մեծ մասը պատրաստվում է հենց իշխանության կողմից, քանի որ նման ծաղր առաջացնող մարդիկ շատերն էլ ինադու ծաղր առաջացնող, որտեվ տենց կերպար պետք է, միշտ պետք են, որ դուք քաղաքականությանը լուրջ չվերաբերվեք, որ ձեր համար ավելի հեշտ լինի հավատալ թեթև շոուներին, իսկ այս իմ ուղերձի պես ուղերձները ձեզ թվան ձանձրալի, որ չնայեք, կեսից անջատեք ու տենց էլ չիմանաք ճշմարտությունը։ Մարդկանց համար ավելի հեշտ է հավատալ շոուների, քան սենց ասած ձանձրալի տեղեկատվական ուղերձների։ Դա հետաքրքիր չի, որովհետև մարդկանց սովորացրել են, որ կարելի է ծիծաղալ, որ կարելի է ասած թեթև ապրել, ու ասած թեթև ապրելով անցնել առաջ, տենց էլ եկանք հասանք համարյա ամեն ինչի կորստին, մնաց լեզուն երևի։ 10-րդը համոզում են, որ այլընտրանք չկա, քաոսի վախն ավելի ուժեղ է, քան ազատության ծարավը շատերի մոտ։ Շոու են ցույց տալի, որ ցանկացած այլընտրանք քաոս է, փլուզում է, ուտոպիա է, կամ ասենք բան անարխիա է։ Ստեղծում են իրենց համար երաշխիքների պատրանք, թե իբր մենք հանուն ձեզ ենք անում, ինչ անում ենք, իսկ այլընտրանքը ձեզ տանելու է կռվի, պատերազմի ու զոհվելու։ Ու դա այն դեպքում, երբ ես ասում եմ, որ մեզ պետք է հզոր բանակ, որ զոհեր չունենանք, իսկ իրենք կրճատում են բանակն ու տվել են ու տալիս են ամենաշատ զոհերը։ Ու այդ քարոզն էլ տանում են նրա համար, որ գիտեն հասարակության մեծամասնության մտածելակերպը, որ մեծ մասը ավելի հաճախ կընտրի ստրկությունը հարմարավետությամբ, քան ազատությունը ռիսկով։ Հիմա կոնկրետ մեր դեմ ընտրել են պայքարի այս տարբերակներից մեկը կամ մի քանիսը։
Դրա համար էլ չեն ձերբակալում։ Ու իմացեք, որ մեզ ձերբակալելով մեզ դարձնելու են ֆակտոր, իսկ իրանք դա լավ գիտեն։ Ու դա իրանց ձեռ չի տալի, որ ուշադրությունը շեղվի մեր կողմ, որ ճանաչելիությունը շատանա։ Վստահ եղեք, նրանց, որ մեր մասին հարցնեք իշխանությանը, ձև են բռնելու, թե իբր մեզ չեն ճանաչում։ Անդիմությանն էլ հետը։ Իսկ ոնց կարան մեզ չճանաչեն, երբ իրանք էին խնդրում, որ հետներս նկարվեն, երբ իրանք էին խնդրում, որ մասնակցենք 18 թվին, այն ժամանակ դա կարծում ենք հեղափոխությունը, այնինչ հերթական կրկեսներ, որ դրան մասնակցենք, երբ ստիպեցինք, որ Հայաստանից պարտադիր պատվաստումները հանեն, երբ ստիպեցինք, որ 22 թվին իրանց հրահանգին հակառակ զորքը զենք ստանա ու բարձրանա դիրքեր, ասենք ոնց կարողա չճանաչեն, բայց պետք է որ չճանաչեն, չճանաչելու տան, որովհետև վախում են, իսկ եթե ճանաչելու տվեցին, պետք է համեկել կանչեն, օրինակ են Փեդրոսին ու իրականական ասածներից համար հանրային կերպով Փեդրոսը պատասխան ուզի, չեն անի, պետք է հետապնդումներ իրականացնեն, պետք է անդրադառնան ամեն ասածից, իսկ դա իրանց ձեռ չի տալի, դրա համար էլ չտենալու են տալի ու մեր դեմ իրանց պայքարի մեթոդը չնկատել ու չանդրադառնալն է, որովհետև հակառակ դեպքում իրանք տանուլ են տալու, հիմա հասկանալի է, թե ինչի են մեկին կալանավորում, իսկ մյուսին ոչ։ Կարծում եմ պետք է որ հասկանալի լինի, իսկ եթե այսքանից հետո դեռ մեկը կա որ չհասկացավ, չգիտեմ, կամ անուշադիր էիք, կամ էլ դա ուղղակի անբուժելի է։ Ու ես չգիտեմ էլ, այս կոնկրետ հենց այս վիդեոից հետո կարող է ձերբակալեն ցույց տալու համար, որ տես մենք չենք վախում։ Բայց դա կանեն մի քիչ ուրիշ ձևով, ոչ ձեր հայտնի, ձեզ հայտնի տարբերակով։ Դա էլ է հնարավոր, կարող է եւ էս էլ իրանց հին մեթոդով վերաբերում են ու նորից չտենալու ու չլսելու տան։ Կամ չգիտեմ ինչ կանեն, ուզում եմ ասեմ, այն ինչ ես ասեցի, էդի տարբերակա, որը պետք է մտածեիք մինչև անպատասխանատուորեն արտահայտվելը, թե եթե իրանց չեն բռնում, ուրեմն իրանք նիկոլական են։ Կարող է հենց դրա համար չեն բռնում, որ տենց մտածեք։ Ես չգիտեմ, ամեն դեպքում ես ուզում եմ, որ այն ինչ ես ասեցի, այս նույն ձևով դուք էլ ժամանակ տրամադրեք ուսումնասիրելու, հետաքրքրվելու, ճշտելու, զարգանալու, մտածելու, պատասխանատու դառնալու, ոչ թե ով ինչ ասի, ասեք, ըհը, ուրեմն նիկոլական է, ըհը, ուրեմն եսի ինչ է։ Ուրեմն իմացեք, յուրաքանչյուրը ով նիկոլական է, կամ սերժական է, կամ քոչերանական է, միգուցե ինքը չի գիտակցում, չգիտի, իրան թվում է, որ դրանք առանձին կերպարներ են ու ինքը այս մեկի կողմից է, բայց ուզի թե չուզի ինքը նույն ստրուկտուրայի կողմնակիցն է, նույն իշխանություն, ընդդիմություն, տեղերով փոխվող կերպարներից մեկի կողմնակիցն է։ Չգիտեմ սրանից ավել ինչ ասեմ, այն որ հիմա ինքներդ մտածեք, կա արդյոք վերածննդի շարժումից բացի մեկ այլ ճանապարհ, որը ձեզ կտանի ճշմարտության, ազգայինի, բարեկեցության ու կեղծիքից ու ստից զտված ճանապարհով։ Մտածեք ու մենք սպասում ենք մեր հայազգից յուրաքանչյուր անհատի մեզ միանալուն, ցանկացած տարբերակով մեզ աջակցելուն, առաջ Աստված վերածնունդ լինելու է։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Այսօր հաստատ է ասկային միասնությունը, միասնական կանգնած է ողջ հայությունը, լույսի բանակը հանուն հայազգի, հայազգը հանուն լույսի բանակի, ողջունում ենք բոլոր ազգանավերների, միասին մերժում ենք հայակոծ անդերերի, լույսի բանակը խելքի պես կտավ հնար, բոլորս միասին դեպի հայք, դեպի ոսկեդար, բռունցքը վեր, մենք եկել ենք, որ հետ բերենք այն ինչը մեն է, բռունցքը վեր, հայ ազգի վերածնունդն է հայետերն է, բռունցքը վեր, խավարի աղուսավ սապրենք մենք ենք լույսը, միայն մեր ասո ու մեր վրա է հույսը։
մարդիկներն ենք Գարեգին նշտեհին մենք հզոր սերունդն ենք Տիգրան մեծին Հայազգի կողքին ենք հաջաբար Հանուն այրենիքի Դավիթ Բեկավար Աշխարհի բոլոր այրերը ունեն մեկ ուղղություն Դեպի հաղթանակ, դեպի ազատություն Մենք ենք լույսը խավարի կիսող տանակ Ողջ ազգով միասնական ենք մենք ենք մեզ լույսի բանակ Բռունցքը վեր, ես իշխանների մեր ժողը մենք ենք Բռունցքը վեր, ենք հապկահայերի ճակատին ուված ենք ենք Բռունցքը վեր, մենք չունենք կանգա Թշնամուներում չկա, մեր օրենքը մեր արյունն է Աստված վկա Ես իշխանների մեր ժողը մենք ենք Բռունցքը վեր, մենք հապկահայերի ճակատին ուված ենք ենք Բռունցքը վեր, մենք չունենք կանգա Թշնամուներում չկա, մեր օրենքը մեր արյունն է Աստված վկա Մենք կատարվող գործողություն ենք Մենք իրական փոփոխություն ենք Մենք միասին ենք Աշխարհի ինիլու Սերունդները քարե բերդի պես ամուր Եթե այն այքը Որը մենք ենք բերում Հայոց նոր պատմությունը Մենք ենք կերտում Հզոր է հայազգի մեծ ուժը միասնության մեջ Հիշեք և կշկրնեք միայն լույսի բանակ և վերջ Հրճակեք Տիգրան մեծի կտակը Հայքը մերն է Հայքի զավակն էլ այստեղ է Հայը տերն է Լույսի բանակը հանուն հայազգի Հայազգը հանուն լույսի բանակի